հայտնի է հետևյալը. Հնդկաստանի թագավորներից մեկը իրեն շրջապատել է շողոքորթ պալատականներով, նրանց կեղծ գովասանքից թագավորը դարձել է շատ ինքնավստահ։ Ինքնահավան թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։ Որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քննադժույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության։ Սիզո փիլիսոփան երկար մտածում է և վերջապես հնարում է շախմատը։ Շատ է դուր գալիս թագավորին։ Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում. «Ինչ նվեր ես ուզում այդ հիանալի խաղի համար»։ Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում դրա կրկնապատիկը և այդպես մինչև 64-րդ վանդակը։ Փիլիսոփայի հասանելիք ցորենը տվեք։ Պարիսպետն ու իր օգնականները սկսում են հաշվել։ Պարզվում է, որ փիլիսոփայի ուզածը աներևակայելի չափերի հասնող ցորենի քանակ է, և թագավորը ի վիճակի չէ վճարել նրան։